Նոր եմ վիկացել, սաղ կշերը անձրև ա եկել ու դեռ գալիս ա, ամբոտածա, իմ սիրունի նստի սիրուն ծաղկացեն, կոֆեն վրին եմ դրել, բայց եկեք գնանք մի հատ էլ դռնից մտի կանենք, մի երկու րոպե դրան մաքուր օդը շնչանք, հետո գանք կոֆեի կուշտը, այդքան բանը արագի մեջ։ Չողունա, բարի լույս սիրելի հետևորդներ ջան, այս չողունը սեհեք շերվանուց տեսը գալիս ա ու գալիս, ցուրտ ա, ձմռվա պես ցուրտ ա, դեկտեմբերի 27-ն այսօր սիրելի հետևորդներ ջան, եկեք այդքան շատ որ գործեր արի, գնանք մի կռնից մտի կանենք, այս կռներից հետ պլպլունն եմ գցել, լավ իր հասցրի սխտորը ցանեցի, համի լավ ճպճպալ է, թաց կլի, կտկրակալի, շուտ կծլի, այնա լավ հասցրի, գարունք ֆաֆոտ ա գալի, լավ էլ հասցրի է, նոր ուզում ա խշխշա, ծնծաղիկի ջուրը փոխել եմ, բայց հյանի կոֆեի մտի կանեմ, Այս չազվեն դրա համար եմ սիրում, որ կոֆեն դնում եմ վրին, ինքը երկար ա եփում, այդ ընթացքում հասցնում եմ մի երկու բան անեմ, ստի պատրաստություննի եմ տեղել, որ գլխիս ջարը տենամ, կանաչ լոբի եմ բերել բացարել, ուզում եմ ծվածեղ անեմ կանաչ լոբով, իմ սիրելի բաժակը, Են միջազվեն թշթշում չի, սա է թշթշան, եկեք ծնծաղիկը ջրում դնենք, ուտելիք սարքեմ էլի, շատ հարմար ա կանաչ լոբի, որ ռավոտից սարքում ենք, կարակն եմ բերել, ես շատ շուտ էի առել, հնան ա ոչ էլի, լցնեմ կանաչ լոբի սիրում ա, որ Եղլաղալի ալում, դրա համար ուզում եմ չի լցնեմ, այս մի մեծ կտոր կարակներ, ստի էլ ձոր կածել ունի, պետք ա եկել ձոր կելեին, ձոր կածել մնացել աստի, ես էլ լցնել, ես էլ ես, մի խոսքով, կոպես խմեմ սիրելի հետևորդներ ջան, չէ որ կարակ կհալվի, հետո սոխը կկտրեմ, Այս կոֆին որդի, իրենք վայեպած կոֆին որդի, կաման սոխը կտորեմ, բայց գազարը կծյորկ եմ, շատ համով ալում, կանաչ լոբի վրա գազար ծյորկած, ես իսկի միջերը սոխարածը կլի, գանակի ծերով կպտեմ, ես աշերեքներ կմոդիկացնեմ, գանակ կսրպեմ, Հետո կոֆես խմեմ, դուք էլ ձեր կոֆեն խմեք, հազիվ այս պահը հանգիստ ա, մի քիչ սուրից էլ անեմ, երեք տափևս սանգել ա, գալիս ա գյուղ, իր աշխատանքից հետո շատ ուշամի տեղ կհասնի, ծննդի ա հրավիրված, այդ առիթով ա գալիս սիրելի հետևորդներ ջան, բայց չգիտեմ, իրա մեքենայով ա գալու, թե իրա սիրելին ա գնալու, բերելու, չգիտեմ, երբեմն թենց խորը հարցեր չեմ տալիս, չեմ ուզում իմ երեխին ծանրաբեռնեմ, ոնց ասած, չեմ քրքրում էլի այդ հարցերը, շատ մայրեր կան, որ ուզում են մանրակրկիտ, ստորակետով, բութով, շեշտով, վերջակետով, իրանց երեխեքի ամեն մի քայլը իմանան, բայց ես հանգիստ եմ պահում իմ երեխաներին, չեմ ծանրաբեռնում իմ հարցերով, միգուցե ավելորդ հարցեր տամ, դե մեծանում ենք, ճիշտ ա ուզում ենք, որ մանրակրկիտ իմանանք մեր երեխաների քայլերը, բայց նաև պետք ա մեզ հաշիվ տանք ու մեր երեխաներին շատ չանհանգստացնենք մեր տեղին և անտեղին հարցերով,
Առանց էլ կյանքը բարդ է այս աշխարհում ու ճիշտ է ծնողի հարցերը երբեք ավելորդ չեն իր զավակների համար, բայց ես գերադասում եմ շատ հարցերում լրել և սպասել, այդ դեպքում ավելի հետաքրքիր է դառնում կյանքը։ Սոխարածը ըլում է։ Որպեսզի ընդհանրով չխառնեն, շերեթով խառնեն, մի կողմը կարմրել է, կգտեմ միշտ գազի մի կուռը, սենց որ միացնում եմ, չգիտես, խի մի կուռն ավելի ուժեղ ալնում, բայց հավասար է վառվում հեսա։ Կարակով եփած կանաչ լոբին ավելի ու ավելի համով է լինում, կփորձեք անպայման։ Ձեթով եփածը ուրիշ համումի, կարակովը ուրիշ, հալած եղողն էլ ուրիշ։ Արդեն լցնելու վաղտն է ես լցնեմ, թեքեմ մին ջուրը գնա։ Մարմանդի վրա եմ միացել, դե հակ ինչքան հանգիստ եղավ։ Կարակը միջիցը դուրս չի թռավ, այսենց։ Ես լցնեմ, ծածկեմ, մինչև սապելի, 3-2 հատ ձու են ածել, չեմ լվացել, գնամին էլ լվանամ, վերեմ, որ կոտրեմ, մեջը լցնեմ, գազար մեջ կացյորկեմ, կամպոտը մի քիչ հետո բաց կանեմ, ես ստիգեպի, կոֆես կխմեմ, մի խոսքով, ամեն բան ստեղ բարյատքին բերեմ, ես սիրում եմ, որ գազի կողքին է լինում ու սրա վրա։ Կամպոտն էլ բերեմ, բարձրացնեմ պատվավոր, հիանալի, հիասքանչ գույն ունի։ Դե սիրելի հետևորդներ ջան, կոֆես այսքանն էլ գնամ լռության մեջ խմեմ, առավոտյան ժամերին գիտեք, կեսը ձեր հետ զրուցեցի, այն կեսն էլ գնամ լռության մեջ խմեմ, ինչև որ ես էլ էփը կսկսվի։ Քանի որ ալանի է եփել, ալանի է զակատել, մի հատ աղ անեմ։ Դալածեմ։ Միշտ վերջի մասերում եմ լցնում, որ գազարը իր այդ խրթխրթան տեսքը պահի, գազարն ենք լցնում, ձուն լվացել եմ, մեկը կոտրեցի, հետո որոշեցի ձեր հետ կոտրեմ, քանի որ այդ գործողությունները տրամադրողա չէ, տեսեք ինչքան սիրուն տեսք ընդունեց, մոտեցնեմ, ամեն դեպքում, ահա, մի քիչ հեռու ընկավ, տեսարցիկը գոլորշուց ուզում եմ միշտ հեռու պահել, հիմա սա էլի փակում եմ, և հետո ձուն եմ կոտրում, ահա մեկը կոտրել եմ, մեկն էլ ձեր հետ, այսպես, ու հարում եմ, չորրեհան եմ լցնելու, քանի որ թարմը կանաչի չկար, սարնարանում նայեցի, լրիվ օգտագործել էի և արդեն կարող եմ լցնել։ Մի քիչ որ սոչնի մնում, ինքը ավելի համով է լինում։ Ընտիր, տեսքը սիրում։ Ես կողմից կանեմ, որ հարմար լինի ձեզ նայելը, շպույրերի տարածվեց արդեն, գազարը թուլացավ, չնայած գազարն ինչքան էլ էրվում, ամեն դեպքում իր խրթխրթանությունը պահում է, բայց առավել ևս թող լինի, այսքան, ու սենց փշրում եմ, սի մեջ կան անուշ հոտերն առավ,
միաուանում, խորնում եմ, ծածկում եմ և գազը անջատում եմ։ Մինչև սա այստեղ ինքը կմնա, մի հատ ուզում եմ գնամ հավերիս կարտոշկի կլեփ կատամ։ Ձեզ էլ ինձ հետ տանելու եմ։ Մինչև գնալս մի բան եմ որոշել վայրկյանապես։ Մի հատ այստեղ մաքրեմ իմ շուրջը, որ հետո գամ այստեղ մաքուր լինի, մաքուր տեսնեմ։ Սենց։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, քանի որ դա թևս գալիս է, ու դեռևս ձմեռ է, այսօր ձմռան նախավերջին օրն է, փետրվարի 27-ը, վաղ կվերջանա ձմեռը, ուզում եմ վինեգրետ պատրաստել, դա թևիս գալու առիթով, սաղ ձմեռն անցավ, անկեղծ չեմ պատրաստել, ուրեմն սառնարանում կարմիր բազուկ ունեի, թե ոնց եղավ, որ թենց մտածեցի, քանի որ այդ կարտոշկի կլեպը տանում էի, հետո սառնանի դուռը բացեցի, տեսնեմ ինչ կա, չկա, հանկարծելի պատահում է, որ ինչ-որ մի բան հնացած է լինում, էդ եմ հավերին տալի, մեկ էլ տեսա, որ կարմիր բազուկ ունեմ, հետո որ գազ առնել էի հանում, գազ առնել էր վերջինը, սրան այդքան ուշադրություն չէի դարձրել, մտածում էի, դե լավ, ինչ կանեմ, ինչ չեմ անի, այս մի կարմիր բազուկը, մեկ էլ որ ասեցի, կլեպ, ասեցի, կա, չկա, այս կարմիր բազուկը, կկլպեմ, էդ էլ կհառնեմ կարտոշկի կլեպին ու կտանեմ իմ հավերին կտամ մի անգամից, այս էլ վինեգրետ կպատրաստեմ, արդեն այս քանը կլպեցի, ու թենց րոպեական վայրկյանապես մտքովս անցավ վինեգրետ պատրաստելը։ Այս կլեպն էլ խառնեմ կարտոշկի կլեպին ու նոր գնանք։ Այս կարտոշկի կլեպը, որ այսքան շատ առաջացել է, երեկ գնացել էի Տիկին Անահի տաստում, իրանք են, կլեպը, որ հավաքում են, իմ հավերի համար պահում են։ Դիմավորում եք ինձ, այ տենց կդիմավորեք, ահա, դե բա համոն բան եմ բերել, չնայած որ սա ցորենից կարա չի համովլի, ամենալավը ոսկե հատիկ ցորենն է, սիրելի հետևորդներ ջան, ես եկել եմ գոմի միջին են հավերս, այս անձրևին շարունակվում անձրևը գա, գոմի վրա երկու պատուհան կա, մինը լրիվ փագել եմ, են կողքինը, այս կողքինը բացա, որ լույսը մի քիչ թափանցի, այս օրերը տքանա այն միններ բաց կանեմ, լուսավոր կլի, չգիտեմ, այս լույսը բերի, ասի միացնեմ, ստեղ կախիչը հիմնական դրածա, մի հատ միացնեմ, չնայած, որ իրան կգտնենք ուտեն էլի, ամեն դեպքում, ասի բերեմ միացնեմ, այ լուսավորվեց, եկեք լա, ջու, այսօր գնացի, բերեք լիգու մի հատ նոր կտրեցի, փչացել էր, էտել եմ բերել, սիրելի հետևորդներ ջան, դե շուտվան լուծեր տանը որ կար, նոր տարվան ուս տեսեք են էր, մի էտել կուտեն, հատիկնին, կլեպսը հենց շաղտան, ստից եմ էդ բիտոն ատեղը, մի քանի օրը մի հետ ավլում եմ, մի բարիք չկար ավլելու, հաղոդը որ ծորեն էի տվել, ավլել է, նիստի իրանք կուտեն, եկեք, ջու, ես կամ ես մի կորը, որ շեմքումը կանած եմ ինձանից վախում են, ջու, եկեք, են մի բնումն էլ են, երկու բուն կա, էլի, գոմը լավ մեծա, լիսրակստի, քանի որ դուշ չդիմանել սոր, են այս կլեպովը գուջուջ կանեն, մլոլ կանեն, վախիլ մեկ եկեք լավ, եկեք, տելավոնի ճրճրոցիցնել եմ վախում, այս տելավոնը ետ պողում եմ, շատ վաղթեն չեմ գտում էլի, պետք կնա գալի միշտ էլ սենց, ջան, երկ չունի
ջան, լատենամ դու եք հատել, ես էլ քույց, լավ է դե չեմ խնգարում, որ գնամ են կուրը ոտկը վիլդի էլի, են հին ավիլնել եմ ստիպվում, Ցորեն տալու վաղտը անձրևորերը մի հատ ավիլ եմ կսում, հետո նոր ցորենը ստի տալիս եմ ուտում եմ։ Հլալիսը հանգցնեմ տենամ ռևումը, ես լաստի պատ իրանքումը դնեմ ես տոպրակը։ Հլալիսը անջատ եմ, ես էլ որ ուզում ենք անջատ եմ, 3 ռեժիմ ունի, ես թույլնա, ես էլ զգուշացնողնա, հետո նոր անջատումը։ Կարելի ասել լիսա, դե ես ստի դրան հակին եմ կանգնած, իրանք ուտուտ կանեն, դե գնանք տունելի։ Եկել եմ տուն ձեռներս օջարով մի լավ լվացել, ես բազուկի կարմրությունը, կարելի ասել, չի անցել։ Ուզում էի, որ կտրեմ, դնեմ երայիս ընթացքում, բայց թե ձեր չեմ տալի։ Տանակով սենց մենակ կդնեմ բղնձի մեջ, որ չկչեմ, դա ոչ սևանում է, ոչ էլ ոչ մի բան, հետո կամպոտս բացեմ մի հատ, այ որ սենց մի կիլանոց բանկում կամպոտ եմ անում, ինձ շատ հարմար է, ամտիր, կարմիր չորլոբին մի հատ լցնեմ, թրջվելու համար, Այստեղ համարյա մի կիլոից ավել լոբի կա հեսա, առելեյում մնացել է, դրանի ճաշել չեմ երբեք, ձմերն անցկացավ, այստեղ են ասելու լավ է ուշխան երբեք, նայելով լցնեմ, ես ուժան պետքա թրջված մնա, բայց քանի որ ես շուտով գործ եմ գնալու, 2 ժամից ավել եմ թրջված կմնա, Հետո նոր կգանու կլերասնեմ վինեգրետի համար սիրելի հետևորդներ ջան, ու այդ վինեգրետի պատրաստությունները աշխատանքից հետո, որ կմիանան ձեզ։ Երբեմն պատահում է, առանց հաց ուտելու եմ գնում աշխատանքի, երբեմն էլ այս սենց մի համովություն եմ պատրաստում, նայած թե երբ ոնց է դասավորվում։ Ու լավաշով եմ վայելելու մի հատ սենց ծածկեմ, լավաշն էլ տաքանա, ու արդեն գնամ տակպեչի կողքին վայելեմ, թթու չեմ հանում ու սենց եմ ուտելու, սպասեք մինչև կգամ աշխատանքից, եկա, ես եկա տուն, ենքան լավ է, որ գալիս ենք տուն, Տունը այն վայրն է, որ մեր սրբությունն է, սիրելի հետևորդներ ջան։ Ես եկա տուն, դուք էլ եկեք իմ ալիք, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք եւ իհարկե ջեմ տողեր ուղարկեք։ Դուք բաժանորդագրվելով տարածում եք տալիս իմ մեջին եւ թող որ շատ մարդիկ իմանան իմ տեղը։ Այ չմոռանաք։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ որոշ ժամանակ առաջ է եկել, Ես մի քանի գնումներս միջանցքում էի թողել, ես բերեմ, ինքան վարար անձրև էր գալիս, կանաչու տոպրակը սենց առաջին մասում էի վռնել, ես մեկը մի քիչ սենց դեպի ինձ, ճիշտ ազոնցիկով էի, բայց անձրևը շատ է ուժեղ, սելավ էր, սելավ, ես մի հատ ստեղ գնենք, կոֆեն հանել էի, բերել լցել, ուզում էի կոֆե խմել, նոր գործանել, Հետո սենց կիսատ, պրատ, բերանել, բաց թողել եմ, ասի չէ, որ մնացիս տեղ մնալու եմ, ավելի լավ գնամ իմ կենդանիներին կերակրեմ, հետո կամ հանգիստում, մի խոսքով այդ ժամերն է, երեկոյան ժամերն է, կոֆեն ես անգամ շատ եմ արել, հեսա կեսը լցրել եմ արդեն ստեղ, այսքան էլ բերանը փակեմ, քանի որ կաղունքվագործերը սկսվել են, հանկարծ էլի գործով չլին, կոֆեն չպակասի։ Կոֆեն տանու ենք հարել, մի կոֆեն կեփում, ես միջազվում եմ ուզում էփեմ, ես բազուկն ագորսնից թողել եմ, դերստիա, կարմիր լոբի ով թչել էի արդեն տրազել է,
մի հատ կոֆե եփեմ, հետո նոր զրից անեմ ձեր հետ, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր մի տեսակ, թե եղանակիցն է, հա էլի եղանակիցն է, այլ խի եմ ուզում կասկածանքների մեջ մտնեմ։ Մի տեսակ նենց հոգնածություն ա բերում, իհարկե այդ հոգնածությունը տհաճ չէ, մի տեսակ ուզում ես անընդհատ գնաս նստես ու բարկես ու ոչ մի որ չանես։ Այն ես դրա համար գնացի ամեն առաջ, կենդանիներից կերակրեցի, որ իրանց ժամը ուշանում է, մեղք չվեն էլի։ Անլեզու կենդանիներ չեն խոսում, կոֆեն մի հատ լցնեմ թափով, գնալուց առաջ չէի խմել։ Նաև շատ ցուրտ է, այդ անձրևը սառնա, գլխարկ էի դրել, տաք էի հագնվել։ Ուզում եմ այստեղ ցույց տալ կարմիր լոբին, որ թրջել եմ, այս ինչքան է, այս հենց ջուրը կարմրել է, հեսա, ջուրը կարմիր է, բայց այս ջրով չեմ եփելու, այս ջրից պետք է հանեմ, նոր պիտի եփեմ, այս մեկը, մինչև կոֆե չխմեմ, ոչ մի գործ էլ չեմ ձեռնարկելու։ Ստեղ շահեր կանաչիները, բոլորը թացավ, այս հենց ընտիր, թարմը, և անոց սող։ Իմ մշտական մեկն է Garnier-ի 9-ի 1-ը, սիրելի հետևորդներ ջան։ Խացը պեչենի եմ արել, տաթերից գալու համար նաև այստեղ գազար, մի քանի հատ, այս կտրոնը հանեմ, սա պետք չէ, գազարներ եմ ուզում հանեմ ու կանաչիների մոտ դնեմ, թացա էլի, չեմ ուզում թաց վիճակով, տոպրակի մեջ թողամ։ Բերել եմ, որ տաթևս կա, տանը մի քաղցր բան լինի, այս շատ համով է, բոլորիս մանկության համնամեզ տալի։ Սիրելի հետևորդներ ջան, գնում եմ տիկին Անահիտանց տուն, որ իր հարսիկը մազերս ներկի, համելքը զրուցեմ, ամբերը եդա քաշվել, խաշերի ձինը ռևում է, գեղը ձնել չի, մենակսը հե, այդ վերի խաշերն ա ձնել, պլքի վերևը, ու սենց, կթնախբրի դոշը, հեսա, տեսաղցիկը մոտեցրել եմ, որ ավելի լավ երևա, ես կրան վերի դոշումը, ֆոնը կերը կոկոմը դեղնի նատալի, ու հենց սա է գարնան ու ծմրան հանդիպումը։ Շողք, թեղք, այսենց նաշխերով եմ կտրում վազուկա, որ վինեգրետի մեջ շատ սիրուն երևա, ահա սիրելի հետևորդներ ջան, խոշոր կուբիկներ։ Լոբին դրել էի եռալու ու նոր էի գնացել վերև, բայց այստեղ գազարն ու կարտոշկեն նոր եմ դրել, ջուրը նոր տաքանում է, 3 միջին չափի կարտոշկա, 2 միջին չափի գազար։ Շուտով եռը կսկսվի, այս ընթացքում մազերից ներկի րոպեները կլրանա, ես էլ մանրացնեմ կարմիր բազուկը, այսինքն սիրուն, բայց քանի որ լոբին արդեն գրեթե մի ժամ է եռում է, մանավանդ որ մի քանի ժամ էլ թրջած է մնացել, մի հատ ստուգ եմ, ինձ թվում է եփվել է, պետք չի որ շատ փափուկան է ինքը, ահա, այսենց, այս կարմիր մատերով էլ կստուգեմ, եփված է, ահա, ախր զգում եմ, որ հոտը համով է գալիս, հա պատրաստ է։ Կարտոշկի ու գազարի եփը վրայակալ են, ես էլ պետք է քամեմ, սենց, ջուրը սիրուն, այս տարբերակով լոբին չի ջարդվում, ու արդեն ստեղից հանում եմ, թողնելու եմ, որ սառի, արդեն ջուրը կարմրել է, շատ չեմ խաշելու, մի քիչ չորոտ եմ թողնելու, մի քիչ լոբի եմ լցրել այստեղ, տեսեք ինչքան սիրուն է, ու չի փշրվել, կարմիր բազուկներ ա եփել, կարտոշկեն ու գազարներ ա եփել, ջուրը քամ եմ դնում, կարմիր, առնագույն,
Ես կթողեմ կսարի կխմեմ, շատ քաղցրյա։ Մի հատ էլ սենց։ Ձերքս տնեմ, չկալեցվի, ոյ, էփականա գիտեք։ Հետո, սիրելի հետևորդներ ջան, ես առայժմ էստեղ, ես պետքա փռեմ, որ փռած վիճակում հեշտ սառի, վինեգրետի ամեն մի պարագան, որը եղմանաստիճանի ա լինում, ջրից պետք է շուտ հանել և չթողնել շատ եփվի, սառելուց հետո վինեգրետի աղցանը կրկնակի սիրուն ու համով ա լինում, սա էլ ենք մի կողմ դնում այս պահին այստեղ և քանի որ կարտոշկեն ու գազարն էլ ա եփված, ես էլ ենք ջրից հանում, այս դեպքում թողնում ենք այս ձևով սառի, նոր սառելուց հետո մաքրում և մանր կտրատում ենք։ Դեր թթուներով չեմ զբաղվել, մինչև ես կհովանեմ, թթուներն էլ կհանեմ։ Քալամի թթու, վարունգի թթու։ Սիրելի հետևորդներ ջան, այս ամենը սառելուց հետո գեղեցիկ ձևով մանրացրել եմ, շատ ճոխա, գույների սիրուն, համադրություն եմ առաջացրել և մեծ սիրով եմ այս վինեգրետը պատրաստում, Տաթևիս հետ խոսել եմ, ճանապարհին է, մոտեցնեմ տեսախցիկը, ձեզ էլ հավեսի բերեմ, վարունգի թթուն, ինձ թվում է գազարներ մի քիչ, բայց դա չի խանգարում, վինեգրետի գլխավոր բաղադրիչը կարմիր լոբին է և չափը նորմալ է, այստեղ քալամի թթուն եմ մանրացրել, մի քիչ խոշոր, կանաչիներն եմ լվացել և սպասում եմ մի փոքր ջրքամվի։ Սիրելի հետևորդներ ջան, մեզնից շատ-շատերը մեր մազերը ներկում ենք տներում և միշտ անհանգստանում ենք, ասեմ, որ շատ լավ է բռնել ներկը և իմ սրտով է։ Ահա, ուզեցի ցույց տալ իմ սիրելի գույնը, Garnier-ի 9-ի 1-ը, նաև սիրում եմ Garnier-ի 7-ի 1-ը, երբեմն այդպես փոփոխում եմ։ Հիմա մինչև որ կմիախառնեմ այս համովությունը, նորից եմ ուզում ցույց տալ։ Թթուն լցնեմ կենտրոնական մասում, այո, փայտե գնալով, թթուն մի քիչ խոշոր եմ կտրել և ավելի գեղեցկացավ, կանաչիները ջրքամվել են, ասեմ, որ այս կոշտ մասերը չենք կտրում և միայն այս տերևիկային մասերից ենք կտրում, շատ չենք խառնում և թափահարելով ենք խառնում, հիմնականում, ահա, այսպես, այս ձևով չի ջարդվում և շատ սիրուն մնում է իր տեսքը, այս վինեգրետը տոնական աղցան է նաև համարվում և կարող եք տոնովերին պատրաստել։ Առաջվա տարիներին նոր տարուն շատ էինք պատրաստում, իսկ վերջերս այդքան էլ չենք պատրաստում ու մոռացության ա մատնվել, մի տեսեք, թե ինչքան է սիրունանում, ահա տեսեք, շքեղ տեսք ունի։ Այսքան պետրուշկա, տերևային մասը, այսքան սամիտ, այսքան էլ համ եմ։ Քանի որ ինքը խոշոր կտրվածքով աղցան է, սա էլ ենք մի քիչ խոշոր կտրում։ Եվ հենց դրա համար էլ միայն տերևային մասն է մեզ պետք գալիս։ Ցանկության դեպքում կարող եք նաև սոխ լցնել, ես չեմ լցնում։ Կանաչին էլ եմ ավելացրել և նորից նույն ձևով թափահարելով խառնում եմ։ Ավարտեմ վլոգս և բարի գիշեր ասեմ ձեզ ու սպասեմ իմ Տաթևի գալուն։ Այսօր առավոտյան մեր մոտ հեքիաթային է։ Երեկվա անձրևը ձյուն ա դառել։ Վող, ես ինչքան սիրուն ա։
Իսկական հեքիաթ ա բացվել այսօր։ Բարի լույս բոլորիդ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր փետրվարի 28-ն է, 8:30։ Դուրս եմ եկել, որ գնամ աշխատանքիս։ Անվերջ ուզում եմ նայել։ Հրաշք ա ուղղակի։ Շնորհս հեքիաթային տեսք է ընդունել այսօր։ Մեղվանոցս, այս կողմն էլ է հեքիաթային տեսարան։ Ու ես ձյունը ճռճռացնելով գնամ արդեն քոթուկի վրա երևում է, թե ինչքան ա եկել։ Բեղցենիս։ Սիրում։ Կարող է դուք եք ուղարկել այսքան շատ ձյուն, սիրելի հետևորդներ ջան, միշտ ասում էիք, որ ձեր մոտ այնքան ձյուն կա, մետրով նստած ա, ես էլ կարոտ էի մնում, ոխ, ես ինչքան ա սիրում, շատ ուրախ եմ, որ ձյուն եկավ, շատ, բայ, կուշանամ, գնամ, Ես արդեն տանն եմ, սիրելի հետևորդներ ջան, Տաթևս ա կոֆեն դրել, իդեպ ասեմ, այս կարմիր նարինջն ա, գրեյփֆրուտը չէ, կարմիր նարինջը նույնպես շատ համով ա լինում ու հետաքրքիր, կոֆեն էպեց, այո։ Ձին մեկա, որ խացանք, բայց թե գործ ա բացել էլ։ Ես ինչքան վաղտա դռներին եմ, ձինը մաքրելով եկել եմ ըստի եմ հասել, ամեն առաջ ստի քոթուկն եմ մաքրել, քանի որ ձինը թափ ձին ա, սիրելի հետևորդներ ջան, ասի քոթուկը կփչանա էլի։ Հեռախոսից լիցքավորումը շատ քիչ ա մնացել, դրաստի մի քիչ նստիմ, խոնավա, բայց թե նստիմ, դեռնես թափ չելել էլի քոթուկս։ Ուրեմն այնքան ձինը շատ ա եկել ու թաց ա ինքը, հալվում էլ ա, գրիշիցը հալվում էլ ա, ու էդ իրա ծանրությունից, այսքան վաղտ ասենք, որ ձին ա եկել, մնել ա իմ հավերի էդ սետկեն, որ գլուխը փագած ա, այդքան կրացրել չէր, այն կարգի ա կրացրել, որ անհնար էր ուղղակի մեջը մտնուլը, իկեր փետով, բանով, թափ եմ տվել, ինչքան հնարավոր էր այդ ձինը վեր եմ արել ու կպչիկ էլ այս ձինը։ Լույս չունենք սիրել հետևորդներ ջան, Տաթևիս հետ կոֆե արինք, ասենք, խոսեցինք մեր աղջիկ, ճամփա ենք պահում լսերի տալուն։ Վերջը ես էլ ասի դե դուս կամ, դե որ տանը գործ չկա բան, մեր ոտի տակը մաքրենք, մեր ոտի աղաքը մաքրենք, այս ձինը վիկենա, մին գալիս ա, մին կտրվում ա, բայց ամեն դեպքում ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ այս ձինն եկավ, իսկական վաղտն էր գալու, մարտին էլ իրավունք ունի դեռ ձին գա, բնությունը իրանն է, որ ամեն բան իրա ժամանակին ալում, սիրելի հետևորդներ ջան, լավն ալում, որ են մեր ցանքսի վաղտը կարկուտ չգա, շատ մարդ ճիշտ ա դժգոհում ա, ասենք meil այդքան լարերը կտրել ա, բայց թե ճամփենին էլ տհեց, խառը, մարը, բայց իրականում սա շատ օգուտ ա մեր բնությանը, որ այս ձինն եկավ, դե այս գործը շարունակեմ, կարող ա էլի լիցքավորումն էլ խոսքը բերանից արդեն անջատվի, հետո էլ չկարենամ ձեզ հաջողություն մաղթել, այս պահին հաջողություն եմ մաղթում բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, այսքան քիչ ձինը որ եկել ա, դե միշտ ասել եք որ ձեր կշտին մետրով ձինը նստած ա, դե հա ասենք այսքան եկավ նստեց, բայց թե մեր կշտին էլ միշտ սենց ա ձին գալի, այսպիսով հաջողություն բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, շատ գա թե քիչ գա, չմոռանանք որ ձյունը առատություն ա, ես էլ լսնեմ օշքերից որքը
Արև կանե, թե չէ կամանց կհալվի, ծնի ջուրը լավն է։ Հոտ իսնել ա կպչում։ Բարի սիրելի հետևորդներ ջան, վաղ առավոտյան ժամերն են, շուտ եմ արթնացել, կենդանիներիս կերակրել եմ, կոֆես եմ դրել արդեն, կեսը խմել եմ, մտածում էի, որ գարնան առաջին օրով առանձին վլոգ պատրաստեմ, բայց քանի որ այսօր գարնան առաջին օրն է, չուզեցի հետաձգել, քանի որ այս վլոգը հենց այսօր եմ ուզում տեղադրել, որը արդեն այս էլ 3-րդ օրն է, իմ վլոգները միացնում եմ և ուզեցի այս անգամ էլ այսպես լինի, շնորհավորում եմ բոլորիդ գարնան առաջին օրը, ուզում եմ լինեք երջանիկ, առողջ, ուրախ սրտով, հաջողակ, այսօր դրսում ձմեռ է, ձմռան տեսք է, քանի որ ձյունը առատորեն նստել է, ինչպես որ սիրում ենք ասել, գարունը ձյուն է արել, չնայած որ այդ արտահայտությունը շատ տխուր մի առիթով է գրվել ու մեզ է հասել անվերելի զանգակատունը, երբ որ մեր հայոց աշխարհում շատ ծանր ժամանակներ են եղել, բայց այսօր կարելի ասել խաղաղ է, փառք Աստծո, մեր հայ ազգը շատ դժվարին ճանապարհ է անցել և առ այսօր անցնում է, ուզում եմ որ այսօր գարնան առաջին օրվա օրով այս բարի լույսով մեր Հայաստան աշխարհին խաղաղություն եմ մաղթում, եկեք միասին խաղաղություն մաղթենք մեր հայոց աշխարհին և ամբողջ աշխարհին, քանի որ մեր երկրագնդի վրա շատ իրադարձություններ են տեղի ունենում, միտեղ ուրախություն է, միտեղ տխրություն է, միտեղ խաղաղություն է, միտեղ էլ պատերազմներ են սկսվել, դրա համար եկեք իմ սիրելի հետևորդներ ջան, միահամուռ կերպով ամբողջ աշխարհին խաղաղություն մաղթենք, առ Աստված, մենք էլ լինենք առողջ ու երջանիկ, ամեն բան կախված է առողջությունից և աշխարհի խաղաղությունից, մնացածը մեզնից է կախված, որ մենք դասավորենք մեր կյանքը և ամեն բան մեր սրտով լինի, այսօր որ 3-րդ օրն է և ես իմ վլոգները միացնում եմ իրար և ուզեցի չառանձնացնել այս 3 օրը, որ այսքան շատ իրադրություններ եղավ, նաև իմ կյանքում, իմ առօրյայում, ուրբաթ օրը, որ սպասում էի Տաթևին և վինեգրետ էի պատրաստում, այդպես էլ կարելի ասել ոչ ամբողջական ձևով, սրանային թաղանթով ծածկել եմ և սառնանում է մինչ հիմա, աղ չեմ ցանել, թողել եմ միայն այդ թուների աղի համը կվերցնի ու այդպես էլ թողել եմ, երեկ էլ չստացվեց, քանի որ լույս չունեինք, թողել եմ այդպես չեմ բացել սառնարանի դուռը, հետո Տաթևս գնացել է այդ ծննդյան օրվան, որ հրավիրված էր ռեստորանում և շատ ուշ ժամի է տուն եկել, ես էլ տնից գնացի բարեկամներիս տուն, քանի որ լույսը չկար և գյուղում թաղամաս միացնում էին այդ առատ ձյունը, որ եկավ, թափ ձյուն էր ու շատ տեղեր լարերը վնասել էր, հիմա լույսում ենք արդեն, ինչպես տեսնում եք, բայց էլի ես անհանգիստ եմ և չգիտեմ, թե ինչպես կդասավորվի, արդյոք կարող եմ այս 3 օրվա վլոգները ձեզ հասցնել, գիտեմ, որ սպասում եք, գրել էիք, որ ուշանում եմ, մի քանի գրառում եմ պատասխանել, երեկ, որ իմ բարեկամիս տանն էի գտնվում, դրանից հետո էլ չեմ պատասխանել, էլի հարցեր կան չլուծված և այդ հարցերին եմ սպասում, ընթացքում կասեմ, եթե կոֆեն ձեր եփված է, եկեք միասին խմենք։
Նայում եմ դուրս, ձյուն է նստածը, մեղվանոցից տանիքին առատ ձյուն է նստած, դրսում առատ ձյուն է նստած։ Տանիքից նաև կաթում է, քանի որ մեր տան ջերմությունից տանիքները տաքանում են և կաթում է, չնայած երբ որ սաստիկ ցուրտ է լինում, դա էլ չի լինում։ Գիտեք, որ ամեն մի մանրուք ես հետևում եմ և ոչ մի բան իմ աչքից չի վրիպում։ Հիմա կսպասեմ տաթևս կարթնանա, հաջորդ կոֆեն իր հետ կվայելեմ ու այստեղ արդեն միս եմ դրել եռալու և ուզում եմ խաշլամա պատրաստել, երբ որ իմ տաթևս գալիս է, իմ համար իսկական տոն է դառնում, դա կապ չունի, թե ինչ եղանակ է դրսում, բայց երբ որ տաթևը գալիս է, իմ տանը տոն է դառնում, իմ տանը ջերմություն է տիրում, երջանկություն է տիրում, ես շպտում եմ ամբողջ հոգով ու սրտով։ Սիրելի հետևորդներ ջան, այդ իմ լավ զգացողությունները ձեզ են փոխանցում, քանի որ մենք այսքան ժամանակ որ շփվում ենք, հեռվից հեռու, իրար արդեն լավ ենք ճանաչում։ Ճիշտ է, ես ձեր դեմքը չեմ տեսնում, եթե դուք ձեր էջի վրա ձեր նկարը տեղադրում եք, երբեմն ինձ, որ շատ է հետաքրքրում, բացում եմ, նայում եմ ձեր դեմքին և այդպես եմ ձեզ ծանոթանում։ Իսկ դուք ինձ մանրակրկտորեն արդեն գիտեք, թե իմ հագնվելու ձևը, թե իմ սանրվածքը և թե ամեն ինչը գրեթե։ Մազերս կանգուր է, քանի որ ներկել եմ ու լույս չկար, որ գնամ հարդարեմ, Վարշավիրի մոտ հարթեցնեմ, այսպես եմ թողել, հավանաբար մի քանի օր այսպես կմնա։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այսքան կոֆեն էլ լռության մեջ խմեմ ու սպասեմ ինչև որ մսի երեսը փրփուր կգա։ Նաև վինեգրետը կհանեմ, եթե պետք լինի աղ կցանեմ ու նաև խնձորի քացախ ու արդեն պատրաստ է վայելելու համար։ Ես իմ կոֆեի վերջին կումներ վայելեցի և հիմա նախքան փրփուրը հավաքվել է, ես մի հատ տակու երես եմ անում, երբ որ փրփուրն ուզում է հավաքվել, ջուրը էսպես պղտորվում է, միսը թարմ է, գնել էի և սպասում էի տաթևիս գալուն, որ միասին ուտենք։ Ամբողջը լցրել եմ, որ մի լավ կուշտ վայելենք մայրու աղջիկ, ոսկորոտ և փապկամսով միս եմ գնել, երբ որ ոսկորի համը կա, արդեն խաշլաման շատ լավն է լինում, նաև յուղոտ է, հենց որ փրփուրը կհավաքվի, ջուրը կպարզվի և իր յուղը սիրուն կերևա։ Այս ընթացքում կարտոֆիլ կմաքրեմ, որ լցնեմ խաշլամայի վրա, սովորական խաշլամա եմ եփելու, այստեղ կմնամ, որ փրփուրը տակը չնստի։ Ինչ եք եկել, բոյներից չի հասնում։ Սիրելի հետևորդներ ջան, պատուհանը բացել եմ, որ ցույց տամ իմ շնորհ գյուղի տեսքը գարնան առաջին օրով, ահա այս տեսքն ունի գարնան առաջին օրը իմ շնորհ գյուղում։ Վայելում եմ ես այս եղանակը և ինձ լավ եմ զգում, տաթևս արթնացել է և արդեն մնացածը հաջորդ վլոգում։ Լավ եղեք, առողջ ու ուրախ սրտով եղեք։